Ես բոլորին շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունել եք մեր հրավերը, շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բանախոսներին, որոնք չափազանց զբաղված են, սակայն ժամանակ են գտել եւ ներկա են գտնվել մեր այս քննարկմանը։ Քաղաքական դաշտը բնականաբար դժվար է միավորելը եւ գուցե դա բնական է, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն, քաղաքական շարժում ունի իր շահերը եւ որքանով հասկանում ենք պատրաստվում են ընտրությունների, սակայն քաղաքական միտքը մենք պետք է փորձենք միավորել այն իմաստով, որ ունենանք հարթակներ, անկախ քաղաքական հայացքներից, բայց երկրի շահերից ելնելով կարողանանք միմյանց հետ խոսել, միմյանց հետ տեսակետներ փոխանակել եւ ինչ որ ձևի փորձել ազդել քաղաքականության վրա, որովհետեւ բոլորս հասկանում ենք, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը եւ աշխարհում ինչ է կատարվում, մեր տարածաշրջանն ինչ վտանգների մեջ է գտնվում։ Այս քննարկումը կազմակերպել է Սպարապետ հանրային քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոնը եւ մենք փորձում ենք նման մի հարթակ դառնալ, որտեղ կազմակերպենք քննարկումներ։ Ուրեմն մեր այսօրվա քննարկումը թեման հետևյալն է Վրաստանի ԱՄՆ ընտրությունների, Ուկրաինայի մերձավոր արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա։ Եվ ինչ քննարկման թեմա էլ ընտրում ենք, աշխարհում այնպիսի կտրուկ փոփոխություններ են կատարվում եւ անհավանական փոփոխություններ են կատարվում, որ մի օրվա տարբերությամբ մենք արդեն դեպքերից կարող ենք ուշանալ եւ մեր գնահատականներում կարող ենք ուշանալ։ Ես հիմա խոսքը փոխանցում եմ պարոն Արտուր Մարտիրոսյանին, բանակցային գործի մասնագետ, եւ պատահական չի, որ առաջինը խոսք եմ տալիս պարոն Մարտիրոսյանին, որը հենց բանակցային գործի մեծ փորձ ունի եւ հիմա աշխարհում հենց այդ բանակցային արվեստի բացակայությունն է, որը կարող է բերել առանց չափազանցության արդեն միջուկային պատերազմի։ Ես խոսքը փոխանցում եմ պարոն Մարտիրոսյանին։ Շնորհակալություն հրավերի համար, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Բարդ խնդիրներ է, մենք նայում ենք աշխարհի քարտեզին, ամեն օր, ինչպես Ստեփան ասաց, ինչ որ նոր իրադարձություններ, նոր մարտահրավերներ, բայց ինձ թվում է բարդ է եւ միևնույն ժամանակ հասկանալի է, որ այդ խճճված գծիկը քանդելու համար մտքի առումով մենք պետք է նայենք տեսնենք ինչ է տեղի ունենալու ի վերջո արտաքին քաղաքականության հետ Միացյալ Նահանգներում եւ ինչ անելու Թրամփը։ Շատերը ասում են պարզ է ինչ անելու Թրամփը, բայց ես դες ասեմ, որ այսօր նույնիսկ Մարկ Ռուբիոն երևի հստակ չգիտի թե ինչ է լինելու, ինչ է տեղի ունենալու։ Մենք գիտենք ինչ փորձեց անել Թրամփը 2016 թվականին, ինչ խոստումներով եկավ արտաքին քաղաքականության առումով եւ ինչ որ չափով չհաջողվեց իրեն անել ինչ որ ինքը խոստացել էր, չնայած պարզատ ինչ մտադրություններ ունի, ինչ է ուզում անի եւ շատ կարեւոր է հասկանալ ինչու չստացվեց իր մոտ։ Ես փորձեմ առաջարկեմ իմ հիպոթեզը, բացատրության հիպոթեզը, ինչու չհաջողվեց, որովհետեւ փաստորեն ամբողջ արտաքին քաղաքական իստեբլիշմենտը դուրս էր եկել իր դեմ։ Թրամփը եկավ այնպիսի քննադատություններով արտաքին քաղաքականության Միացյալ Նահանգների, որ դա հանդուրժելի էր ոչ միայն ժողովրդավարական խմբի համար, այլ նաև հանրապետականների, հիշում եք երևի հավաքում էին ստորագրություններ, համարում էին, որ իր առաջարկած արտաքին քաղաքականությունը վոհեմա եւ բերելու շատ մեծ վտանգների Միացյալ Նահանգների համար, ինչեւ մենք ունենք նորից Թրամփը նորից հաղթեց եւ պարզա որ իր հաղթանակի եթե ոչ շատ կարևոր մասը նաև արտաքին քաղաքականություններ, որը որ ձախողված է։ Ինչպես էլ Օբաման ժամանակին փորձում էր համատել բեյսբոլի հետ եւ ասում էր, որ այո, մենք ունենք մեծ նվաճումներ, բայց մեր կայունա մեր արտաքին քաղաքականությունը, այդ քաղաքականությունը գլոբալիստների եւ այսպես կոչված լիբերալ հեգեմոնիայի արտաքին քաղաքականությունը ձախողվեց։ Ինչու ձախողվեց, որովհետեւ այն արժեքները, որոնք որ հայտարարված էին,
շատ հանգամ բերում էին երկրակի ստանդարտների, որովհետև ոչ թե հետևում էին այնքան շահերին, ինչքան ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ այլն, մենք գիտենք ինչ ուրեմն քարոզչական աշխատանք էր նաև տարվում, որ աշխարհով մեկ պետք է ժողովրդավարություն լինի եւ Միացյալ Նահանգները լինելով բացառիկ առաքելություն ունեցող ազգ պետք է ամբողջ աշխարհում իրականացնեն այդ ժողովրդավարության անցումը։ Ձախողվեց, ես կարամ ասեմ, որ Միջին Արևելքում խոսքերնակ միակ երկիրը, որ շահեց արտաքին քաղաքականությունից Միացյալ Նահանգների, դա Իսրայելն էր։ Այսինքն շահեց ինչ առումով, այն նպատակները, որ ուներ դրված, արաբական, պաղեստինական, ուրեմն հարցում ջատագողները Պաղեստինայի բոլորին թույլատրեցին, բոլոր արաբական, սկսած Սադամից, ավարտած Քադաֆիով, Սիրիայով եւ այլն։ Չնայած այստեղ էլ կային ձախողումներ, որովհետեւ ուժեղացավ խոսքերնակ Իրաքում շիա, գիտենք, պրո-իրանական ուժերը ուժեղացան։ Այնպես որ մեծ նվաճումներ չկան արտաքին քաղաքականությունում Միացյալ Նահանգների եւ դրա համար հիմա պարզ չի թե ինչ անելու բոլոր այդ ուղղությունները, որոնք մենք այսօր քննարկելու ենք Թրամփը։ Այդ անորոշությունը կա եւ հարցը ցակում լավ մենք ինչ պետք է անենք, եթե այդպիսի անորոշություն կա։ Երբ որ կան այդպիսի անորոշություններ, մենք պետք է փորձենք հասկանալ ինչ սցենարներ են ընդհանրապես հնարավոր։ Այն որ արտաքին քաղաքականության establishment-ը եւ ինչ որ կոչվում է deep state փորձելու է խոչընդոտել կամ խանգարել այդ օրակարգին, Թրամփի օրակարգին, դա ակնհայտ է, բայց ինչ է ստացվելու, ինչ անելու խոսքերնակ Թրամփը Ուկրաինայի հարցով։ Ստեղ էլ կան տարբեր սցենարներ, տարբեր մոտեցումներ, տարբեր մասնագետներ, տարբեր բաներ են առաջարկում, ասում, դե շատերը խորհուրդ են տալիս ինքը ինչ պետք է անի, բայց ինձ չի թվում, որ Թրամփը ինչ որ մեկի խորհրդի պակաս ունի, որ ինքը պետք է ինչ-որ մեկի խորհրդին հետևի, ինքը երևի հետևելու է լինելով օպորտունիստ այդ հարցերում, հետևելու է Միացյալ Նահանգների շահերին, կամ ավելի երևի կոնկրետ եթե ասեմ, տնտեսական շահերին, այսօր շատ խոշոր ընկերություններ Միացյալ Նահանգների արդեն ունեն շահեր Ուկրաինայում, Ուկրաինայի ապագայի հետ կապված նաև շահեր, Ուկրաինայի ռեսուրսների հետ եւ այլն, եւ այստեղ դարքիր կլինի թե ինչպես է ինքը բանակցելու Պուտինի հետ, այն որ պետք է բանակցի պարզա, բոլորը սպասում են, որ ապրիլ ամսին պետք է լինի այդ պատուհանը, պետք է հնարավորություն լինի, որ բանակցեն, բայց դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դա Թրամփը փորձի բանակցի Պուտինի հետ։ Ես կարամ ասեմ, որ ես վերջերս Մալտայում էի, փակ հանդիպում էր ռուս-ուկրաինական, անուններ չեմ տա, բայց մարդիկ են, որոնք որ ազդեցություն ունեն երկու կողմ որոշումներ ընդունողների վրա, ես տեսնում եմ, որ բանակցային շատ դժվար է լինելու գտնել այս պահին լուծում։ Այսինքն Թրամփը կարա իհարկե օգտագործի ամբողջ լծակները, որպեսզի Զելենսկուն բերի բանակցային սեղան, բայց նույնիսկ եթե դա հաջողվեց իրան, պարզ չի թե ինչով պետք է ավարտվի, որտեղ է կանգնելու ռուսական կողմը եւ ինչը ընդունելի կլինի ռուսական կողմի համար այսօր։ Ասեմ, որ կան չափազանցած պատկերացումներ այլընտրանքի մասին, ոչ միայն ուկրաինական կողմը, այլ ամերիկյան կողմը, իրենց թվում է, որ Ռուսաստանը արդեն այնքան թուլացած, որ պետք է որ համաձայնվի գնա բանակցությունների եւ բանակցային դե գիտեք տարբեր բաներ էին առաջարկում ժամանակին Կիսենջերը նաեւ առաջարկում էր որ գերմանական ուրեմն փորձը կամ կորեական փորձով կանգնացնեն հակամարտությունը եւ այլն, բայց որտեղ է կանգնելու եւ արդյոք դա ընդունելի է լինելու ռուսական կողմի համար դա մեծ խնդիր է։ Ռուսական կողմն էլ անգամ ցածր վստահության շեմը էսպային արևմուտքի վերաբերյալ, որ իրենք այդ միջանկյալ ինչ որ
Մինսկ 3 կամ Մինսկ 4 նույնիսկ տարբերակներով, երբ որ սառացվելու է հակամարտությունը, անընդունելի են համարում այս պահին, որովհետև տեսնում են, որ հա, եթե նույնիսկ ասեն, որ 20 տարի Ուկրաինան, այն ինչ որ մնալու է Ուկրաինայից, չի անդամագրվելու ՆԱՏՕ-ում, հարց է ծագում, բա 20 տարի հետո ինչ է լինելու։ Եվ արդյոք հնարավոր է լինելու վստահել Թրամփին, որը ունի ընդամենը 4 տարի, հա։ Դրանք խնդիրներ են, այդ խնդիրները շատ լուրջ են, բայց ասեմ, որ ես չեմ համարում, որ անհնար է գտնել բանակցային լուծում, այդ լուծումը կախված կլինի, ել եմ ասում, ինչ կամով ուկրաինական կողմը նաև պատրաստ կլինի ընդունել այն զիջումները, որոնք որ ռուսական կողմը հիմա պահանջում է։ Շատ հետաքրքիր է, որ ժամանակին գիտեք, Ստամբուլյան բանակցությունների ժամանակ, այն ժամանակ արդեն ասում է ռուսական կողմը, որ եթե համաձայնվեք այն տարբերակին, որը այսօր սեղանին է, մենք վերադառնալու ենք պատերազմը լինելու, կորուստներ են լինելու, մենք վերադառնալու ենք եւ դուք լինելու եք ավելի վատ վիճակում։ Դե ժամանակ գիտենք ինչ տեղի ունեցավ, այս պահին ինձ թվում է, որ Թրամփը երևի փորձելու է միևնույնն է գտնի ինչ որ մի լուծում, որտեղ եթե հավատանք Մարկ Ռուբիոին, ամենամեծ խնդիրը Չինաստանն է։ Եթե Չինաստանն է, ուրեմն պետք է շեշտը դրվի նրա վրա, որ ձեռները մի քիչ ազատվեն, հա, այդ ուղղությամբ։ Ես կարամ ավելի մի քիչ խորանամ, որովհետև ավելի կարևոր է եւ հետաքրքիր է Թրամփի համար երևի իսրայելական խնդիրը, որը ոչ միայն արտաքին քաղաքականության խնդիր է Թրամփի համար, այլ զուտ ամերիկյան, ասեմ, խնդիր է, հա։ Ինչ անելու այդ ուղղությամբ, ունի լուծում, ասում է, որ ունի լուծում խնդրի, բայց մենք այդ լսել ենք արդեն Օսլոյից այս կողմ լուծումը բոլորը պատկերացնում են, բայց ոչ մեկ չի կարողանում հստակ ասի, թե ինչ է արվելու։ Դե ամփոփեմ ասելով, որ այս վիճակում բոլոր ուղղություններով ինչ է լինի, հայկական շահերը կարող է վտանգված լինեն կամ մենք պետք է շատ լուրջ ընդունենք նույնիսկ Աբխազիայի իրադարձությունները, շատերը երևի քաջ տեղյակ եք, որ աբխազների հետ միասին հայկական համայնքը փաստորեն նույն քանակությամբ հայեր կան, ինչքան աբխազներ կան այսօր Աբխազիայում։ Այնպես որ բոլոր խնդիրները հայկական շահերի համար կարևոր են։ Ես զուտ ասում եմ հայկական շահերի, ոչ թե Հայաստանի, նկատի ունենալով, որ մեր իշխանությունների համար իրանց բռնած արտաքին քաղաքականությունը պարզ է, իրանց թվում է, որ իրանք կարողանալու են գտնել լուծում անվտանգության հարցի համար, լինելով ընդունելի թուրքական կողմերի համար, բայց դա ինձ թվում է, որ շատ մեծ նոր վտանգ է մեր երկրի համար, որովհետև այս պահին մենք պետք է մտածենք, արդյոք կա այնպիսի մի կոնֆիգուրացիա տարբեր սցենարներում, որտեղ Ալիևը խոսքերնակ կարափորձի ուժով լուծի այն հարցը, որը ոչ չի կարողանում դեր բանակցային սեղանին լուծի։ Եվ պետք է զբաղվենք սցենարներով, պետք է վերլուծենք սցենարներով, նայենք ինչ սցենարներ կան եւ ինչ վտանգներ, ինչ խնդիրներ կան տարբեր սցենարներում, որ սցենարներից պետք է դե մտավորականները իհարկե չեն կարող անել որևէ մի բան, որ երկիրը խուսափի, բայց առնվազն խոսեն դրա մասին եւ տեղեկացնեն հանրությանը, թե ինչ վտանգներ կա տարբեր սցենարներում։ Այսքանով երևի սահմանափակ եմ, որովհետեւ չգիտեմ ինչքան ժամանակ ունեի, բայց չեմ ուզում շարաշահեմ այդ ժամանակը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մարտիրոսյան, շատ հետաքրքիր ելույթի համար, նաև շատ կարևոր էր, որ դուք Աբխազիայի դեպքերը նաև հիշատակեցիք, որովհետև հիմա նույնիսկ Աբխազիայի նման փոքր մի տարածքում իշխանափոխություն է կամ դեստաբիլիզացիան, արդեն գլոբալ դեստաբիլիզացիա կարող է բերել, մենք նման աշխարհում ենք գտնվում, մենք նման աշխարհում ենք ապրում։ Ես հիմա խոսքը կփոխանցեմ պարոն Սուրեն Սարգսյանին։ Սուրեն Սարգսյանը այս վերջերը նաև Ջեֆրի Սաքսել շատ հետաքրքիր հաղորդում են նկարել Արտուր Խաչիկյանի հետ։ Նեն եզակի մարդկանցից է, որը միշտ ճշմարտությունն է ասել, չնայած նույնիսկ այն բոլոր նույնիսկ սպառնալիքներին, որը հնչել են իր հասցեին, եւ նաեւ հետաքրքիր կլիներ լսել պարոն Սարգսյանի կարծիքը, կարծեմ այսօր առավոտյան ես մի նյութ կարդացի, որտեղ Թրամփի ապագա խոսնակը, որին ինքը նշանակել է որպես ապագա խոսնակ,
մի հայտարարություններ արել այս վերջին ռմբակոծությունների հետ կապված ռուսական եւ ուկրաինական հետապամսները եւ այլն, որ արդեն թույլ են տվել խփել Ռուսաստանի տարածքին, ինքը ասել էր Թրամփի ադմինիստրացիան կբերի խաղաղություն, բայց խաղաղություն ուժի միջոցով։ Ինչ է նշանակում խաղաղություն ուժի միջոցով։ Շնորհակալություն հրավերի համար։ Խաղաղությունը դե կամ բանակցությունների միջոցով ես բերում կամ պարտադրում ես խաղաղություն, ես կարծում եմ հենց սա նկատի առնվեց, թե որ ուղղությամբ այդ պարտադրանքը տեղի ունենալու իհարկե դժվար չէ պատկերացնել, ընդհանրապես վերջին ամիսների, վերջին օրերի լարվածությունը բնականաբար պետք է նաև դիտարկել վերջին ամիսների գործընթացների կոնտեքստում, մասնավորապես գիտեք, որ օրեր առաջ Բայդենը հրավիրվեց ընտրված նախագահ Թրամփին Սպիտակ տուն, մինչ այդ հրավերը տեղեկություններ էին տարածվել, որ նա փորձել է Թրամփին համոզել, որպեսզի ուկրաինական ուղղությունը քաղաքականությունը ուղղությամբ չփոխի եւ շարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային եւ եթե հաշվի առնենք, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Բայդենը որոշում կայացրեց հեռահաղորդիչների կիրառման թույլտվություն տալու ուկրաինական բանակին, միգուցե կարող ենք հետևություն անել, որ այդ համաձայնությանը նրանք չեն եկել, չի կարող ասել Թրամփին համոզել, որպեսզի նա ի սկզբանե իր կողմից հայտարարված քաղաքական ուղղությունը փոխի, դրանից անմիջապես հետո Թրամփի թիմը այս որոշումը Բայդենի մանկամիտ անվանեց եւ ըստ էության սա առաջին սիգնալն էր, որ կարծես թե կողմերը չեն եկել այդ հարցի շուրջ ընդհանուր հայտարարել, որտեղ սա Թրամփի ամենակարևոր խոստումներից մեկն էր, խաղաղության հաստատումը ընդհանրապես իր ամենակարևոր խոստումներից մեկն է, որի մասին անընդհատ խոսում է։ Մի կողմից խոսում է խաղաղության մասին, բայց մյուս կողմից խոսում է Իսրայելին աներկբա աջակցության մասին, հիմա այստեղ պետք է հասկանանք, թե ինչ ուղղությամբ Թրամփը առաջ կշարժվի։ Թրամփը ի տարբերություն առաջին իր ադմինիստրացիայի հիմա շատ ավելի մեծ լեգիտիմություն ունի, ներքին լեգիտիմություն, եթե կարող ենք ասել, որովհետև բացի նրանից, որ վերցրել է վերահսկողությունը ամբողջ կոնգրեսում, բացի նրանից, որ հաղթել է Կամալա Հարիսին ընտրիչների ձայներով, այլ նաև հաղթել է ընտրողների ձայների քանակով, ի տարբերություն նախորդ անգամների, որովհետև Հիլարի Քլինթոնը 3 միլիոնով մոտավորապես ավելի շատ ձայներ էր հավաքել, քան Թրամփը, բայց հաշվի առնելով ընտրական համակարգի առանձնահատկությունները, բնականաբար Թրամփը ընտրվել էր նախագահի պաշտոն, հիմա այդպես չի, հիմա ինքը Հիլարի Քլինթոնի Կամալա Հարիսից էլ ավելի շատ ձայներ է հավաքել, եւ սա իրոք բացառիկ դեպք է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2020 թվականին դեմոկրատները 81 միլիոն ձայն էին ստացել ընտրողների ձայներից 81 միլիոն, իսկ հիմա մոտավորապես 10 միլիոն ավելի քիչ, այսինքն ինչ-որ լուրջ աշխատանք պիտի անես, որ 4 տարվա ընթացքում 10 միլիոն ձայն կորցնես, կամ ընդհակառակը լուրջ աշխատանք չպիտի անես, որ այդքան ձայն կորցնես։ Հիմա այդ առումով Թրամփի որոշումներն են լեգիտիմ, առնվազն 2 տարի մինչև այսպես կոչված mid-term election-ները, երբ որ կթարմացվեն կոնգրեսի պալատի անդամների ընտրություններով կառուցվածքը միգուցե կփոխվի, ինքը 2 տարվա ընթացքում ըստ էության ամեն ինչ կարող է անել եւ ըստ էության ունի ամբողջական աջակցություն։ Հետաքրքիր է նաեւ, որ կուսակցության մեջ էլ ինքը ըստ էության հեղափոխություն է արել եւ եթե դեմոկրատական կուսակցության մեջ ակտիվ ներգրավվածություն ունեն այդ նախընտրական փուլում նախքին բոլոր հնարավոր նախագահները, այդ թվում 100-ամյա Ջիմի Քարթերով շատ դժվարությամբ էր նույնիսկ միգուցե խոսում, բայց հայտարարել էր, որ Կամալա Հարիսին է աջակցում, նրա ընտանիքն էր հայտարարել։ Ի տարբերություն այդ ամենի, ի տարբերություն Օբամայի ներգրավվածության, ի տարբերություն Քլինթոնի ներգրավվածության, ԱՄՆ նախկին հանրապետականներից եւ ոչ մեկը Թրամփի կողքին կանգնած չէր։ Այստեղ խոսքը գնում է նախկին նախագահ Բուշի մասին, նրա քաղաքական թիմի մասին, նրա որ քաղաքական թիմի մասին, որոնց անդամները դեռևս կան, բայց նրանցից ոչ մեկը չհայտարարեց Թրամփին աջակցելու մասին։ Այսինքն ինքը ըստ էության, եթե նայենք ինչ արել կուսակցություն, ինքը կուսակցությունն էլ ամբողջապես իրենով արել, հանրապետական կուսակցությունն այսօր ավելի շատ թրամփական կուսակցություն է, կամ GOP կամ մեծ կուսակցություն, որը ժամանակին եղել է։ Այնպես որ Թրամփի իշխանությունը շատ մեծ է, բացի դրանից Թրամփը չունի կորցնելու ոչինչ, որովհետև նա այլևս չի կարող ընտրվել նախագահի պաշտոնում 4 տարի պաշտոնավարելուց հետո ըստ Միացյալ Նահանգների սահմանադրության
նա կարող է պաշտոնավորել 8 տարի, ոչ թե 2 անընդմեջ շրջան, այլ 8 տարի, ուզում ես հիմա 4 տարի, հետո 4 տարի, բայց 8 տարուց ավելի իրավունք չունես լինես նախագահ, եւ բնականաբար չունի նաեւ հնարավորություն զբաղեցնելու մի պաշտոն, որը կարող է նախագահային փոխարինել, այսինքն փոխնախագահ լինել չի կարող կամ խոսնակ լինել չի կարող, ինչ այս տեխնիկական հարցերը կարող չեն, բայց կարծում եմ հաշվարկը հիմա նրանց այն է, որ 4 տարուց փորձեն հանրապետական կուսակցությունում աճեցնել ինչ-որ մեկին, որը որ կփոխարինի նրան, ամենայն հավանականությամբ նա կլինի այսօրվա փոխնախագահը, ընտրված փոխնախագահը, եւ կարծում եմ նրա շուրջ նրան ավելի հեշտ եւ ավելի արագ կսկսեն աճեցնել, քան Կամալա Հարիսին դեմոկրատները փորձեցին անել, որտեղ Կամալա Հարիսը դեմոկրատ ընդհանրապես Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենացածր ռեյտինգ ունեցող փոխնախագահներից մեկն է եւ ակնհայտ է, որ ցածր ռեյտինգ ունեցող փոխնախագահին դժվար է դարձնել բարձր ռեյտինգ ունեցող նախագահի թեկնածու։ Սա էլ դեմոկրատների ամենամեծ բացթողումներից մեկն էր։ Հիմա ուկրաինական ուղղությունը եւ իրանական ուղղությունը Թրամփի վարչակազմի համար կարևոր է լինելու, եւ ակնհայտ է, որ դրանք կարևոր է լինելու նաեւ մեզ համար, որովհետեւ անուղղակի մեր վրա ազդեցություն ունենալու են։ Ամենավատ սցենարը կարող է լինել այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում տեղի չունենան, մյուս կողմից ուժեղ մեծ ճնշում սկսենք իրարել Իրանի նկատմամբ, այդ թվում նաեւ մեր նկատմամբ ընդհանրենք ասեն, գիտեք, ինչ կա պետք է Իրանի հետ առևտրաշրջանառությունը կրճատեք, ինչ որ ապրանքների արտահանումը Իրանից դեպի Հայաստան դադարեցնեք եւ այլն։ Սա մեզ համար իրոք տնտեսության համար կարող է կործանարար լինել, սա ամենավատ սցենարն է, այդ սցենարներից մի քիչ լավը կլիներ, որ փորձի Թրամփը այդուհանդերձ ի տարբերություն այլ ուղղությունների միգուցե կփորձի նաև Իրանի եւ Իսրայելի մեջ ինչ-որ ընդհանուր եզրեր գտնել, ինչը քիչ հավանական է համարում, բայց ամենայն դեպս այդ սցենարները գոյություն ունենալու իրավունք ունի, մանավանդ հաշվի առնելով իր խոստումները, որ ինքը խաղաղություն է բերում։ Իդեպ ինքը նաև այս առումով մրցակցության մեջ է Օբամայի, որտեղ իր պերսոնան, իր անհատականությունը իրավաբար շատ կարևոր է եւ ուզում է, որ նաև Նոբելյան մրցանակի արժանանա, ինչպես Օբաման է արժանացել, համար փորձում է ամեն ինչ անել եւ միշտ քննադատում է, ասում է, այդ Աբրահամյան համաձայնագրերը, որ ես կարողացա արաբական երկրների եւ Իսրայելի մեջ միջև ստորագրել տամ, այդուհանդերձ ինձ դրա համար չտվեցի Նոբելյան մրցանակ, հիմա ինքը հույս ունի, որ դա կկարողանա անել եւ վերջում անդրադառնամ նաեւ հայ ադրբեջանական բանակցություններին, որոնց միջնորդը Միացյալ Նահանգներն է, ինչ են անելու Միացյալ Նահանգները այս համաձայնության կամ համաձայնագրի նախագծի հետ, որը այսօր սեղանին դրված է։ Մենք գիտենք, որ ինչ որ ճանապարհ անցել են, ինչ որ ճանապարհ չեն անցել եւ Բայդենի վարչակազմը վերջերս Բայդենը նամակ էր ուղարկել երկու առաջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի կոչանելով մինչեւ տարեվերջ ստորագրել այդ համաձայնագրը, գոնե այն հատվածը, որի շուրջ արդեն կա ընդհանուր հայտարար, այսինքն համաձայնություն կա, գոնե այդ հատվածը ստորագրել, մնացած խնդիր հարցերը թողնել հետո։ Կարծես թե դրան պատասխան Ադրբեջանը չի տվել դեռևս, չեմ տեսել համենայն դեպս Ադրբեջանի պատասխանը, ըստ ումի սպանդոքս են ուղարկել հեռացող նախագահի նամակը։ Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե այսինքն ինչի է ուզում Բայդենը, որ հիմա ստորագրի, որովհետև ինքը հեռանում է եւ ցանկանում է, որ այդ դափնիները իրեն վերցնի, որ ասի, որ գիտեք, ես արտաքին քաղաքականության մեջ այդքան մեծ փորձառություն ունեցող մարդ եմ, իսկ իմ նախագահության շրջանում ցավոք սրտի որևէ նորմալ ձեռքբերում չունեցանք արտաքին քաղաքական ոլորտում, վերջիվերջերս նրա նախագահության տարիներին ուկրաինական պատերազմը սկսվեց, Իսրայելա-Պաղեստինյան այս հակամարտությունը սկսեց ծանր շատ հետևանքներով պաղեստինցիների համար։ Այս ամեն ինչը բնականաբար սկսել է նրա օրոք եւ նա փորձելու է ցույց տալ, որ ունի ինչ-որ success story, այսպես կոչված, բայց ցավոք սրտի նա դա չունի եւ կարծում եմ մինչեւ հունվար դժվար համոզի Ալիևին, որ պետք է գտնա ինչ-որ բան ստորագրի, ինքն էլ քավոր է լինել այդ գործընթացի եւ մեջքներին կանգնել եւ երկու պետությունները ստորագրեն այդ համաձայնագիրը։ Հիմա որ Թրամփը գա, բնականաբար չի ասել, եկեք ստորագրենք եւ շնորհակալություն հայտնենք Բայդենին իր առանց աշխատանքի համար, ինքը կփորձի այդ process ամենայն հավանականությամբ զգզգել այնքան, մինչեւ ինքն էլ ներդրում ունենա բանակցային process-ում, որպեսզի այդ դափնիները վերցնի իր վրա եւ մի հատ հաջողության պատմություն ունենա խաղաղության հաստատման գործում, մանավանդ եթե ընդհանրենք Իրանի հետ կամ Ռուսաստանի հետ չկարողանա ընդհանուր հայտարարել, ինչ-որ փոքր կոնֆլիկտներ լուծելով փորձի առաջ գնալ, եթե լուծի հայ-ադրբեջանական է, բնականաբար հաջորդի փորձելու լուծել հայ-թուրքական եւ աշխարհին ասել, գիտեք, ես 100 տարվա կոնֆլիկտներ եմ կարողանում լուծեմ, sense լուրջ ձեռքբերումներ ունեցող նախագահ եմ ես։ Սա շատ այնց նախնական ինչ-որ պատկերացումներ, որ կարող են տեղի ունենալ Թրամփի գալու պարագայում, սցենարները իրոք շատ են, կանխատեսելիություններ իրոք շատ են, մանավանդ Թրամփի նման գործ համար, բայց ես կարծում եմ առաջիկա շաբաթների ընթացքում երբ ավելի ակտիվ նա սկսի խոսել իր արտաքին քաղաքական պատկերացումների մասին, մենք էլ որոշ պատկերացումներ կազմենք, թե ինչ է տեղի ունենալու աշխարհի եւ բնականաբար նաեւ Հայաստանի կամ Հարավային Կովկասի հետ։
Մեր ելույթներից հետո մենք քննարկում կծավալենք, որտեղ կարևոր են նաև ձեր կարծիքները եւ այդ կարծիքների փոխանակումը եւ մեր նախաձեռնությունը, սպառապետ նախաձեռնությունը հենց այդ հարթակ ստեղծելն է, որ մենք կարողանանք միմյանց հետ խոսել։ Հիմա ես խոսքը փոխանցելու եմ պարոն Արսենի Սապարովին։ Արսենի Սապարովը ռուսերեն ելույթ կունենա, իրեն եթե հարցեր լինեն, կարող եք հայերեն այդ հարցերը տալ։ Ուրեմն պարոն Սապարովը իր PhD-ն պաշտպանել է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում, հետո աշխատել է Միչիգանի հայագիտական ամբիոնում, հիմա Աբու Դաբիի պրոֆեսոր է, եւ պարոն Սապարովի կապակցությամբ ես ուզում եմ մի գուցե տարօրինակ համեմատություն անել։ Հիշում եք 90-ական թվականներին մեր բանակը ֆիդայական բանակ էր, երբ որ կանոնավոր բանակ անցանք, ըստ էության մեր բանակը մնաց կիսաֆիդայական եւ հրամանատարները ֆիդայիններ են նախկին։ Հիմա մեր բանակը նորից ըստ էության դառնում է ֆիդայական բանակ, սահմանապահներ է, ինչ-որ մարդիկ են պայմանագրային եւ այլն, եւ նույն երևույթը այսօր կա նաեւ քաղաքագիտության մեջ, քաղաքականության մեջ եւ մեր շատ հայրենակիցներ, որոնք դրսում են գտնվում, իրոք ինքնուրույն են գործում, որովհետեւ չեն կարողանում միմյանց հետ համագործակցել, կոորդինացնել, ես անունպես ինչ-որ ֆիդայական աշխատանք է եւ պարոն Սապարովը շատ լուրջ հոդվածներ ունի եւ որից հիմա կներկայացնի պրեզենտացիայի տեսքով կխնդրեմ հետո այս բանը միացնել պրոժեկտորը եւ ինքը բացահայտում է թե տարբեր քաղաքագետներ, տարբեր լրագրողներ ինչպես են լուսաբանում դրսում Հայաստանի եւ Արցախի հետ կապված դեպքերը եւ ինչպես են նրանք շատ դեպքերում ֆինանսավորվում Ադրբեջանի կողմից եւ անուններով եւ նաեւ այդ տենդենսները թե ինչպես են ներկայացնում եւ այստեղ նաեւ մեթոդաբանական կարևոր հարցեր կան, որը պարոն Սապարովը կներկայացնի։ Ես ուղղակի խնդրում եմ պրոյեկտորը միացնել։ Данная презентация, она основана на статье, которая недавно вышла. Если вы сканируете QR-код, то он вас приведет прямо к этой статье, и там все подробности в гораздо больших деталях, чем будут представлены сегодня. Но статья на английском языке, а выступать я сегодня буду на русском языке. Я немного изменил название выступления, оно сейчас озаглавлено «Молчание экспертов и пособничество геноцидальной политики». Что я хочу в данной презентации сделать, это проанализировать то, как нейтральные эксперты подходят и представляют конфликт на Кавказе между Арменией и Азербайджаном. И буквально вчера, вернее позавчера, я, когда готовился к презентации, мне пришла в голову идея провести аналогию с профессором, который, допустим, изучает физику. И конкретно человек, допустим, изучает движение частиц. Допустим, у нас есть частица А и частица Б, и он изучает скорость и траекторию их движения. Но человек подходит к изучению этих частиц с точки зрения не того, как они двигаются, по каким траекториям они двигаются, а он хочет доказать, что эти частицы, в принципе, двигаются по одной и той же траектории и с одной и той же скоростью. И для того, чтобы это доказать, он будет фокусироваться на вот ту часть их траекторий и скоростей, где они совпадают. Вопрос, как вы отнесетесь к позиции такого профессора, который изучает движение частиц? Я думаю, что научное сообщество отнесется очень негативно и скажет, что, в общем, вы как бы не двигаетесь в правильном направлении. Я хочу провести аналогию с социальными науками, где примерно то же самое происходит в нашем контексте. Что я сделал? Значит, я провел исследование, я прочитал больше 100 статей в период с декабря 2020 по декабрь 2022 года, которые были опубликованы на ряде зарубежных think tanks. Вот там вот список есть, то есть я не буду углубляться вглубь. Из этих больше чем 100 статей, которые были посвящены конфликту между Арменией и Азербайджаном, я выбрал 22 статьи, которые были
представлены как нейтральные статьи. То есть было впечатление, что человек, который их пишет, люди, которые их пишут, они занимают нейтральную позицию. Были статьи, которые были написаны с армянской позиции, были статьи, которые написаны с азербайджанской позиции. Их я не рассматривал. Почему я выбрал именно публикации на зарубежных веб-сайтах и особенно think tanks? По 3 причинам. Во-первых, у них гораздо более большой охват аудитории. Если вы знакомы с научными публикациями, то вы быстро обнаружите, что большинство научных публикаций надо заплатить деньги, чтобы получить доступ. То есть, соответственно, аудитория гораздо меньше у научных публикаций, чем у публикаций в газете или в think tank. Другая причина, публикации, которые публикуются в think tanks, они не проходят рецензирование. Обычно любая научная публикация, она проходит рецензирование, ее посылают некоторым экспертам, эти эксперты делают замечания, и очень часто эти публикации не проходят. Это не происходит в случае с публикациях в газетах и в think tanks. То есть такие публикации, они гораздо более откровенные, они не проходят процесс оттачивания, и они более откровенны в результате этого. Другое, очень важное значение имеет восприятие, как воспринимаются нейтральные эксперты с точки зрения аудитории и с точки зрения политиков, которые принимают решения. Нейтральные эксперты занимают очень важную позицию, потому что их мнение нейтральное, то есть они не выходят на стороне или одной, или другой стороны. И комбинация этих 3 факторов делает публикации данных экспертов очень важными. И поэтому я решил сфокусироваться на анализе этих работ. Что стало ясно после прочтения этих работ? Что вообще-то большинство этих работ, они построены по принципу сравнения. То есть если вы будете их читать, пытаясь понять, как люди строят текст, то весь текст построен на сравнениях. Для анализа этих публикаций я стал использовать историческую методологию. Историческая методология работает по принципу, что включено в текст и что не включено в текст. То есть мы можем иметь документ, в этом документе что-то написано, но в то же самое время в этом документе что-то не написано. И очень часто бывает так, что то, что в документе не написано, гораздо значительнее, гораздо важнее того, что в документе написано. И когда я начал анализировать эти работы, стало ясно, что сравнения являются фактически основой этих текстов. Что же сравнивается? Сравнивается несколько тем, где сравнения очень удобны и очень легко производить. Одной из таких тем является ирредентизм. Другой такой темой является военные победы. Третьей такой темой является насилие и в меньшей степени уничтожение культурного наследия. Фактически все тексты построены по принципу, что действие одной стороны должно быть отзеркалено действием другой стороны. То есть если одна сторона проявляет ирредентизм, то надо обязательно найти примеры, где другая сторона проявляет ирредентизм. Если одна сторона победоносна, то надо обязательно найти пример, где другая сторона победоносна. И так далее, и так далее, и так далее. Сейчас я приведу несколько примеров, но примеров гораздо больше. Просто в научную статью их всех воткнуть невозможно, потому что это уже будет книга. И довольно-таки скучная книга. Поэтому я сконцентрировался на нескольких примерах, которые очень хорошо отражают принцип работы данных экспертов. Во всех проанализированных статьях был единственный случай, когда сравнения были разнородные. То есть обычно сравнивается военная победа с военной победой, ирредентизм сравнивается с ирредентизмом. Единственный случай, когда было сравнение неоднозначных случаев, вот приведен на этом слайде, там оригинальный английский текст и перевод на русский язык. Что очень интересно в этом случае, что 2 совершенно разных автора
использовали абсолютно идентичное сравнение. Я не знаю, как это возможно, что два разных человека находят абсолютно идентичное сравнение. Это очень интересный вопрос, откуда им эта идея пришла в голову. Но в научной, в академических публикациях это, в общем, очень подозрительно. И обычно желательно, чтобы человек сделал ссылку на первого человека. Но в данном случае мы имеем дело с публикациями в think tanks, но тем не менее это очень интересно, как два разных человека пришли к одному и тому же сравнению. И что же они сравнивают? Они сравнивают ситуацию, когда в Азербайджане имеются армянские военнопленные, с ситуацией, когда азербайджанцы подрываются на минах на территории Нагорного Карабаха. Почему я сконцентрировался на этом сравнении? Потому что, во-первых, это единственный случай, когда нету однозначного сравнения, то есть они вынуждены были найти сравнение с чем-то, что неоднозначно. И в то же самое время совершенно очевидно, но, судя по всему, не очевидно авторам, то, что это сравнение глубоко аморально. Потому что в случае с армянскими военнопленными Азербайджан является как бы действующим лицом. В случае с подрывом азербайджанцев на минах Армения этих мин уже ничего не может с ними сделать. То есть сравниваются как бы совершенно неравнозначные и морально проблематичные вещи. Давайте посмотрим на другое сравнение. В данном случае что происходит? Происходит сравнение, где контекст отсутствует. Опять-таки, там английский текст приведен оригинальный, и ниже приведен русский перевод. Что же сравнивается? Почему Азербайджан, так долго позиционировавший себя жертвой иридентизма, проявляет ту же самую политику так скоро после своей победы в 2020 году? То есть вы видите сравнение. Иридентизм Азербайджана и иридентизм Армении. Баку стремится избежать повторения опыта Еревана 90-х годов, когда победившая в военном отношении сторона, тогдашняя Армения, не смогла закрепить свою победу в благоприятном мире с позиции силы. Опять сравнение. Военная победа Армении, военная победа Азербайджана. Вроде бы, на первый взгляд, кажется, что да, ну, в общем, сравниваются равнозначные величины. Что отсутствует в данном сравнении, это контекст. Потому что азербайджанский иридентизм распространяется на всю Армению, и Азербайджан видит Армению как, в общем, не имеющую права на существование. Если вы возьмете самые радикальные проявления армянского иридентизма, то они никогда не заходили за пределы Нагорного Карабаха с официальной точки зрения. С неофициальной точки зрения максимум, что я могу припомнить, это иридентизм, который распространялся на Нахичевань. То есть вы сравниваете совершенно неравнозначные иридентизмы, но так как это оба иридентизма, очень удобно их сравнивать, но чтобы сравнение работало, надо исключить контекст. Военные победы. Военная победа Армении в 1994 году не угрожала существованию Азербайджана. Военная победа Азербайджана в 2020 году угрожает существованию Армении. То есть как бы вне контекста очень удобное сравнение. Военная победа там, военная победа здесь. Можно их сравнивать. Но если вы начнете приводить контекст этих побед, то становится понятно, что эти победы не равнозначны и сравнивать их невозможно. Очень интересный кусок, когда человек, который очень хорошо владеет языком на виртуозном уровне, с помощью языковых лингвистических манипуляций скрывает ситуацию, фактологическую ситуацию. В данном случае мы опять имеем место сравнения, в данном случае сравнивается Нагорный Карабах и Зангезур. Вы можете прочитать этот отрывок, я его потом проанализирую. Что здесь происходит? В этом отрывке сравнивается Карабах, где армянское большинство заявило, что армянское большинство хочет независимость от Азербайджана, с Зангезуром, где автор пишет, что в Зангезуре было мусульманское большинство, которое сократилось, и тем не менее Зангезур может быть представлен как равноценное по весу факт с Нагорным Карабахом, где было азербайджанское большинство, которое исчезло, и, соответственно, мы можем сравнивать эти два
эти два как бы случая. Если вы прочитали этот текст, я сейчас его проанализирую, потому что в статье мне понадобилось несколько страниц, чтобы проанализировать этот параграф. Что же там происходит на самом деле? Во-первых, что такое Зангезур? Как бы все знают, что такое Зангезур, но никто не задается вопросом, а что же это именно такое? А Зангезур, как административная единица, существовал в XIX веке в Российской империи как один из уездов Елизаветпольской губернии. После советизации Армении и Азербайджана Зангезур перестал существовать как уезд, потому что он был разделен между Арменией и Азербайджаном. А теперь посмотрим на демографию Зангезура. Автор писал очень как бы не точно, не четко выражая мысль. Мусульманское большинство в XIX веке было в Зангезуре. Что такое мусульманское большинство в Зангезуре в XIX веке? Для этого достаточно посмотреть статистику. Эта статистика не секретна, она доступна, по-моему, даже онлайн. И по этой статистике в Зангезурском уезде проживали 3 большие группы. Одна из них была армяне, они составляли 48, по-моему, процентов или 49% населения. 2 другие группы были татары и курды. И если вы соединяете татар и курдов, то у них получается 51%. Если вы, соответственно, мусульманское большинство – это объединение татар и курдов. Через несколько предложений это мусульманское большинство превращается в демографически активную азербайджанскую общину. Почему эта фраза важна? Потому что эта фраза скрывает, что такое демографически активная азербайджанская община. Это большинство или это меньшинство? Если это меньшинство, как они стали меньшинством? Соответственно, когда вы начинаете копать, что там происходило в демографическом плане, появляется следующая ситуация. Вот это вот карта Зангезурского уезда, где показано распределение населения. И красными линиями обозначена советская граница между Арменией и Азербайджаном, которая разделила Зангезурский уезд на 2 части. И по этому разделу Армении досталось практически все армянское население, а Азербайджану практически все курдское и татарское население. Соответственно, вот это вот приведенное сравнение, оно не имеет под собой никаких оснований, потому что Зангезур, который достался Армении, армяне составляли всегда большинство. И, соответственно, все сравнение рушится. Ну, здесь вот статистика детальная до уровня сельских обществ, это административная единица XIX века. Давайте теперь перейдем к другой очень важной части того, что не включено в текст. Как обычно, как я говорил ранее, при историческом анализе очень интересно знать, что написано в тексте, а также очень интересно узнать, что не написано в тексте. Вот я попытаюсь понять, что же не написано, что же не включено в текст. Первое, что бросается в глаза, все нейтральные эксперты обходят стороной вопрос геноцида 15 года. Почему это странно? Потому что это абсолютно понятно и армянам, и азербайджанцам, и туркам, что это играет очень значительную роль в том, как люди принимают решения о последствиях, и события с более чем столетней давности, они до сих пор живы, и они до сих пор играют роль в принятии решений. Для армян совершенно ясно, что они могут быть уничтожены, для азербайджанцев и турок совершенно ясно, что их противник может быть уничтожен. Это не значит, что если Азербайджан и Турция не признают геноцид 15 года, это не значит, что они не знают, что это случилось. У нас есть примеры, когда эта тема всплывала. Например, улицы в Степанакерте были переименованы в честь организаторов геноцида. Эрдоган, когда приезжал в Шушу, он опять-таки выступал и упоминал организаторов геноцида. Но эта тема абсолютно отсутствует в экспертном анализе. То есть как будто она не играет никакой роли, хотя она на самом деле она очень-очень-очень значительно влияет на принятие решений, на калькуляцию вариаций у всех сторон, вовлеченных в этот конфликт.
Что еще не включено в текст? Я обратил внимание, что очень часто авторы не желают делать выводы. То есть пишется, допустим, описывается ситуация, которую нельзя назвать иначе, как этнические чистки, но вот человек подходит к краю, вот надо сейчас вот назвать это этническими чистками, человек обрывается и переходит дальше. Опять-таки, для международной аудитории это очень важно, потому что там человек, который не знает этот регион, не следует за этими, не изучает эти конфликты, он может пропустить, что вот то, что было описано, это этнические чистки. То есть очень важно определить, что то, что ты описываешь, это является этнической чисткой. Вот здесь вот один пример, вот здесь вот другой пример. То есть нежелание делать выводы. Это очень четко прослеживается во всех этих работах. Очень часто авторы могут написать, что подмена понятий имеет место очень часто. Допустим, один из авторов писал, что азербайджанский иридентизм распространяется под современную Армению, хотя надо написать, что азербайджанский иридентизм распространяется на всю современную Армению. Потому что под современную Армению, это как бы, Армения еще существует, но вот иридентизм распространяется под нее, а не на всю территорию. И таких примеров множество. Другая тема, которая очень часто игнорируется, это игнорирование системного насилия. То есть было несколько очень серьезных вспышек насилия, где имели место военные преступления. В частности, в статьях, которую я здесь цитирую на этом слайде, она была написана через 12 дней, она была опубликована, я не знаю, когда она была написана, но она была опубликована через 12 дней после столкновений, крупномасштабных столкновений в сентябре 2022 года. Сразу после этих столкновений появились видео, очень жесткие видео, которые быстро распространились по телеграмму, и даже в газете Guardian была статья на эту тему. И посмотрите, и статья, которая была опубликована на одном из веб-сайтов Think Tanks, если вы ее читаете, становится ясно, что она написана как бы в отношении этих событий. То есть она не написана до событий, она написана после событий, и конкретно она действует в отношении этих событий. И единственное упоминание о насилии, вон там вот одна фраза, которая не показывает степень того, что произошло, а просто статистические данные, что там с обеих сторон погибло много людей и все такое. То есть, если мы не можем произвести сравнение, как я говорил, все статьи эти написаны на основании сравнения. Если сравнение произвести невозможно, то его просто не производят. Игнорируют, стараются обходить вниманием. Игнорирование системного насилия очень распространено, например, из всех 22 публикаций. Опять-таки, мы рассматриваем период с декабря 2020 по декабрь 2022 года. Нагорный Карабах окружен, в блокаде, производится вероятность этнической чистки очень велика. В 22 статьях словосочетание «этническая чистка» употреблялось 4 раза. Из этих 4 раз 3 раза это были сравнения. Армяне в 90-м году провели этническую чистку, азербайджанцы сейчас могут провести этническую чистку. Другая сторона очень заметно становится, если вы системно подходите к анализу этих работ, это абсолютное игнорирование политических систем Армении и Азербайджана. Я думаю, понятно, почему они игнорируются, потому что их сравнивать невозможно, а если мы не можем сравнивать, то лучше об этих системах не говорить. Вы обнаружите, что в этих статьях никогда практически не рассматривается Армения, я не знаю, как Армению обозначить, не демократия, полудемократическая система, с Азербайджаном. Вот единственная, одна из немногих попыток отнестись к политической системе в Азербайджане, вон там вот перевод, очень-очень витиевато написано,
в долгосрочной перспективе, когда политическая элита Азербайджана приближается к своему 4-му десятилетию власти, растущий этнонационализм также может быть истолкован как попытка националистической легитимности, чтобы поддержать ее дальнейшее правление. Ну, как бы человек очень старается не назвать вещи своими именами. Это один из, по-моему, единственный пример, когда один из авторов коснулся политической системы Азербайджана. Почему так происходит? Я определил, вероятно, 4. Ну, вы все, думаю, догадываетесь, что есть и 5-я причина, но 5-ю причину я доказать не могу. Поэтому ограничимся 4 причинами. Первая причина – это лень. Люди в течение 30 лет выработали очень специфический язык, очень специфическую методологию, с помощью которой они описывают ситуацию в этом регионе. Их главной целью было показаться нейтральными. И для того, чтобы показаться нейтральными, они прибегают к сравнению. Мы будем сравнивать одно к одному. Мы не будем давать контекст, потому что контекст может нам помешать для сравнений. Мы не будем фокусироваться на тех случаях, когда сравнение невозможно, потому что это будет подрывать нашу позицию нейтральную. И если ты пишешь в течение 30 лет с определенным стилем написания, то очень сложно поменять свой стиль, когда меняется ситуация в регионе. Вторая причина, она может иметь место антироссийский уклон. Что я имею под этим? Армения очень часто, я знаю, что армяне не воспринимают Армению как ближайшего союзника России, но на Западе очень многие воспринимают Армению как союзника России. И если вы заметите, очень часто недуги Армении, они позиционируют Армению именно как Армения это союзник России. То есть может иметь место такое. Другая очень интересная причина может быть боязнь потерять доступ в Азербайджан. В статье, на основе которой сделана эта презентация, была приведена очень интересная статья археолога, который проинтервьюировал археологов, которые работают в Турции. Он обратил внимание, что археологи, которые работают в Турции, стараются не находить армянские артефакты, потому что они боятся, что турецкое государство не позволит им приехать еще раз. Поэтому они предпочитают не упоминать, что что-то они там выкопали, и это имеет отношение к Армении. Я думаю, примерно то же самое имеет место здесь. Если ты начнешь писать то, что может не понравиться в Азербайджане, ты просто можешь потерять доступ в Азербайджан, а в Армению доступ, в принципе, всегда открыт. Конфликт интересов. Люди, которые пишут данные статьи, могут себя позиционировать как научные работники, как академики, но очень часто они работают на государственные структуры, и там возникает конфликт интересов. Должен ли человек писать то, что он считает как научный работник, или он должен писать то, что соответствует интересам его университета. И заключение, которое выходит за рамки армяно-азербайджанского конфликта, следующее. Я специализируюсь в этом регионе. Я довольно-таки хорошо знаю 19-е, начало 20 века, предысторию конфликта. И тем не менее мне потребовалось очень детальное анализирование десятков статей в течение нескольких месяцев, чтобы выявить систему, которую данные авторы используют для конструирования нейтральной позиции. И мне подумалось, я, допустим, не специалист по Эфиопии, по Судану, по другим местам, где происходят конфликты. И если мне, специалисту по Кавказскому региону, понадобилось столько усилий, чтобы понять, как конструируется нейтральная позиция, это значит, что если я буду читать нечто подобное про Судан или Эфиопию, я не смогу понять, что там происходит. Потому что люди, которые это пишут, они, скорее всего, используют такую же методологию. И это, в общем, то, на что следует обратить внимание
в плане академическом, международном исследователям, что очень опасно, когда люди пишут, основываясь на сравнении двух сторон. Спасибо. Շնորհակալություն պարոն Սապարով, շատ հետաքրքիր ու շատ կարևոր զեկույցի համար։ Ես իմ խոսքի սկզբում, երբ որ խոսքը տալիս էի պարոն Սապարովին, պատահական չէր, որ ասացի մեր քաղաքականությունը ֆիդայական ոճով է, որտեղ չկա համակարգում, չկա պետական քաղաքականություն՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ պարոն Սապարովը իր համար մենակ նստած ինքը իր գործը անում է, բայց չկա դաշտ, որտեղ մարդիկ միմյանց հետ համագործակցեն։ Հիմա ես խոսքը փոխանցում եմ պարոն Կարեն Դադուրյանին, միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության փորձագետ, դիվանագետ։ Ահագին բան արդեն ասվեց, ճիշտ կլինի, որ ավելի շատ ժամանակ թողենք քննարկել համար։ Ես կփորձեմ հակիրճ անդրադառնալ ուրեմն հակամարտությունների առնչությանը եւ ազդեցությանը Հայաստանի անվտանգության վրա։ Երկու հակամարտություն, ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան, եւ ուզում եմ այս քննարկումը դիրքավորել մի քիչ ավելի լայն համատեքստում, այս իմաստով։ Ըստ իս, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, իհարկե շատ ավելի մեծ եւ լայն փոփոխությունների ընթացք է, հա, մենք տեսնում ենք ուրեմն աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ, որի ընթացքում փորձարկվում են ոչ միայն նոր զենքեր, 2 օր առաջ տեսանք Ռուսաստանի նոր, այսինքն զենքի, բայց նաև փորձարկվում են հին գաղափարները նոր համատեքստում, օրինակ ուժի կիրառումը, անհամաչափ ուժի կիրառումը, բնակչության տեղահանումը, էթնիկ զտումները, սովի օգտագործումը կամ շրջափակումները կամ բլոկադաները եւ այդ մեթոդների օգտագործումը բնակչությանը ստիպելու ինչ որ տեղից դուրս գան։ Ես ուզում ասեմ, որ սա տարբեր համատեքստերում է օգտագործվում, Իսրայելը օգտագործում է պաղեստինցիների նկատմամբ, Ռուսաստանը որոշ չափով այն տարածքներում, որտեղ գործում են իրենց ուժերը, Ուկրաինայում, Ադրբեջանը, Հայաստանի դեպքում էր օգտագործում, բայց մի գործընթաց է տեղի ունենում, որը շատ վտանգավոր է եւ այն հետևանքները, որոնք կլինեն, շատ երկարաժամկետ են լինելու։ Հիմնականը նաեւ դա այդ ուժի կիրառումն է հարցերը միջազգային հարաբերություններում լուծելու համար, այսինքն այն բաները, որոնք միջազգային անվտանգային համակարգը թույլ չի տալիս եւ համարում է ոչ օրինական, այսօր այդ մեթոդները նորմալացվում են եւ ստանում են նոր շունչ, եւ սա շատ վտանգավոր է, որտեղ այդ աշխարհում ուժեղ մեծ պետությունները եւ նրանք, ովքեր իրենց հետ են, ունենալու են միշտ առավելություն փոքրների հանդեպ, եւ սա մի բան է, որ մենք պետք է հաշվի առնենք։ Երկրորդը, ինչ որ ես ինչ ուզում եմ նշել հատկապես, այն է, որ մենք պետք է երկրորդ պատերազմը, Արցախյան եւ ընդհանրապես այս ամբողջ իրավիճակը կապենք ուկրաինական հակամարտության հետ։ Ես կարծում եմ հիմքը եւ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, սերտորեն կապված են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ։ Եթե մենք նայենք հետ 2010 թիվ, այսինքն ամբողջը սկսեց այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը որոշեց, որ պետք է շատ ակտիվորեն միջոցներ ձեռնարկի փոխելու աշխարհ քաղաքական իրավիճակը, Մյունխենյան ելույթը, որ շատ պարզ ասեց, թե Ռուսաստանը ինչ է պատրաստվում անել, որից հետո եղավ Կազանի տապալումը, որից հետո սկսեց ակտիվ զինումը Ադրբեջանի, Ռուսաստանի եւ այլ պետությունների կողմից, եւ որից հետո ստեղծվեց մի Մյունխենյան 8 էր, 7 նույնիսկ կներեք։ Մի քանի ելույթներ են ունեցել, բայց ուզում ասեմ, սկիզբը դրվել է ինձ թվում է այդ ժամանակվանից եւ դրանից հետո սկսել են շատ լուրջ փոփոխություններ տեղի ունենալ։ Եվ այդ ավելի լայն համատեքստում ըստ իս այն ժամանակվանից արդեն սկսվեց ռետորաբանությունը, ռոպագանդան, պատերազմի նախապատրաստումը նաեւ Ուկրաինայի հետ կապված։ Եվ եթե մենք տեսնենք ինչ որ պահ եկավ, որ բոլորի կողմից, այդ թվում եւ Ռուսաստանի, բայց նաեւ այլ մասնակիցների կողմից Եվրոպայի ստատուս քվոն, որը մինչ այդ ընդունելի էր, բոլորը սկսեցին հայտարարել, որ ստատուս քվոն մեր դեպքում, Արցախի դեպքում ընդունելի էլ չի, հա, ինչ որ պետք է փոփոխություն, երկու ձև կա, կամ բանակցություններով կամ պատերազմով։
թե ինչու գնացինք պատերազմի ճանապարհով դա ուրիշ հարց է, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանին շատ կարևոր էր նաև հարավում ապահովել այդ միջանցքները իր համար, եթե իհարկե նա գնար ուկրաինական պատերազմի սրացմանը ունենար հնարավորություն այն ինչ որ արվում է այսօր էներգետիկ եւ այլ ապրանքների այդ միջանցքները, որպեսզի կարողանային իրանք օգտագործել, որովհետեւ Պարզ էր, որ Եվրոպան փակվելու էր եւ դա այսօր տեղի է ունենում։ Դա միակ տարբերակը պետք է լիներ այն դեպքում, եթե Ադրբեջանը լրիվ Ռուսաստանը բերեր Ադրբեջան իրար դաշտ։ Ինչը որ տեղի ունեցավ պատերազմից հետո ստորագրվեց համաձայնագիրը, դաշնակցային համաձայնագիրը, որի շրջանակներում մենք տեսնում ենք շատ սերտ կոորդինացված համագործակցություն։ Այդ ծրագիրը ունի շատ մի կարևոր ըստիս մաս, որը մենք պետք է տեղակայենք եւ ես գաղափարներում հայտնում կարող ենք քննարկել։ Դա այդ միջանցքի արկայությունն է, որը պետք է անցնի Հայաստանով։ Այսինքն ես կարծում եմ բոլորն են ուզում ինչ որ ձևի միջանցք, եւ ռուսներ, եւ ամերիկացիք, եւ թուրքերը, բայց ինչ պայմաններով։ Սա է ամենամեծ հարցը։ Եթե մենք նայենք այն համաձայնագրին, որը կնքվեց անմիջապես պատերազմից հետո, այդ Չարաբաստիկ 9-րդ կետը, մենք ինչ ունենք, մենք ունենք ռուսական ներկայություն Հայաստանում, ներկայություն Արցախում, նոր, հա, ունենք էքս տարածքային կամ արտատարածքային միջանցք Հայաստանի ու Լաչինի միջև, դա արտատարածքային էր, հա, եւ դրա դիմաց հավասարազոր արտատարածքային միջանցք պետք է ստեղծվեր Հայաստանով։ Թե ինչ էր դա կոչվում, ոնց էր կոչվում, դա առանձին հարց է, բայց ռուսական, եթե տեսեք ինչ է տեղի ունենում, երկուսն է ռուսական վերահսկողության տակ։ Եվ այդ պարագայում ինչ կարող էր տեղի ունենալ։ Այդ ժամանակ նաև ստեղծվեց Ադրբեջանի այդ արևմտյան Ադրբեջանի ամբողջ այդ ծրագիրը։ Շատ ակտիվ սկսեցին պատրաստվել։ Ինչպես Չէ, շուտ է եղել, բայց ակտիվացավ։ Մի բաներիք քննարկենք։ Չէ, բնականաբար շուտ է, բայց ակտիվացումը այդ ծրագրի եւ այն աստիճանի, որ սկսեցին նշանակվել ղեկավարներ, սկսեցին նշանակվել մարդիկ, որոնք պետք է գան եւ տեղավորվեին այս տարածքներում, դա սկսեց պատերազմից հետո։ Պարզ է, կոնցեպտը միշտ անդեղ եղել, բայց սկսեց ռեալ նախապատրաստումը, ոչ թե խոսակցությունները, շատ ռեալ նախապատրաստումը, եւ ես չեմ բացառում, որ հնարավորություն, այսինքն գաղափարը այն էր, որ եթե լիներ նման միջանցք, դա կարող էր այն ինչ որ արվեց Լաչինում, կարող էր տեղավորվեին, կարող էին բերվել կամաց բնակվեին ադրբեջանցիներ եւ դա հնարավորություն կտար հետագայում ունենալ շատ լուրջ լծակ մեզ վրա, փաստորեն կտրելով հարավը Հայաստանից։ Ես ուզում եմ ուղղակի ասել, որ եթե հանկարծ որևէ ձև հարավը Հայաստանից կտրվի, մեր պետությունը կենսունակ չի լինի, մենք դա շատ լավ հասկանում ենք, դրա համար պետք է ամեն ինչ անել, որ այդ սցենարը թույլ չտալ։ Եվ այստեղ կան տարբեր երկրների, շահերի բախումներ, ըստիս ամենամեծ շահառուն այդ տարբերակի Ադրբեջանը եւ Ռուսաստանն են։ Թուրքիան, որը սկզբնական շրջանում դա շատ, այսինքն աջակցում էր այդ մոտեցմանը, ինչ որ պահից սկսեցին մի քիչ հեռանալ այդ տարբերակից։ Եվ ես կարծում եմ այն պատճառով, որ իրենք չեն ուզում այդ միջանցքը ռուսական վերահսկողության տակ։ Դա իրենց պետք չի, որտեղ դա իրանք տեսնում են որպես թուրքական մի միջանցք, որը կապում է Թուրքիան, թուրքական մյուս թուրք երկրներին, Միջին Ասիա, Ադրբեջան, եւ ինչ որ կերպ չեն ուզենա ռուսական վերահսկողություն այդ միջանցքի վրա։ Ինչ կարող ենք մենք անել այս պայմանում եւ իհարկե Իրանի դերը։ Իրանը միանշանակ շատ բարձր եւ միանշանակ հայտարարեց, որ դա իր համար կարմիր գիծ է եւ թույլատրելի չի, շատ բարձ պատճառով, որտեվ գիտեն երկարաժամկետ հետևանքներ իրենց համար, եթե այդ մասը կտրվի եւ ստեղծվի այդ գոտին թուրք-ադրբեջանական, իրենց համար դա շատ լուրջ հետևանքներ է ունենալու ապագայի համար։ Մենք պետք է շատ ճիշտ ըստիս գնահատենք այդ վտանգները, տեսնենք թե ով ինչ է ուզում իրականում եւ այդ ֆրագմենտացված մոտեցումը, թե ինչ է տեղի ունենում հիմա, փոխենք մի քիչ ավելի երկարաժամկետ մեր անալիզով եւ քայլելով, թե ինչ կարող ենք այս իրավիճակում անել, բայց
ինձ համար մնում է միանշանակ այն փաստը, որ մենք հարավը պետք է ամեն կերպ պահենք եւ չթողենք որևէ փոփոխություն որևէ ուժի կողմից։ Շատ հակիրճ էլ ասեմ Իսրայելը Պաղեստինյան կոնֆլիկտը, տեսեք, Հայաստանը միշտ եղել է միջին արևելքի մաս։ Դա բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունենում այնտեղ, անմիջապես ազդում են մեր վրա եւ միշտ այնց է եղել։ Եվ այս կոնֆլիկտի շրջանակներում մենք ունենք շատ լուրջ վտանգ մեր հարևան Իրանի հետ կապված, այսինքն սա առաջի անգամ է, որ Իրանը անմիջապես ներգրավել է Իսրայելի հետ կոնֆլիկտի մեջ, այսինքն դա միշտ եղել է պրոքսիների միջոցով, այսօր անմիջապես հարվածներ են հասվում երկու երկրների կողմից իրար։ Դա իհարկե շատ լուրջ հետևանքներ ունի, կարող է բերել դեստաբիլիզացիայի եւ այն հարաբերությունները, որ մենք ունենք Իրանի հետ, մենք պետք է ակտիվորեն աշխատենք, որպեսզի կարողանանք պահպանել այդ հետաքրքրությունը Իրանի Հայաստանի հանդեպ, այդ միանշանակ դիրքորոշումը, որ Հայաստանը եւ Իրանը պետք է ունենան ընդհանուր սահման եւ ընդհանուր ծրագրեր զարգացման, տրանսպորտային, էներգետիկ եւ այլն եւ չթողենք, որ փորձենք անել այնպես, որպեսզի այդ ուշադրությունը ինչ պատճառներով, այդ թվում այդ կոնֆլիկտի պատճառով Իսրայելի հետ չշեղվի։ Այստեղ կա շատ կարևոր հանգամանք Միացյալ Նահանգների ազդեցությունը եւ Միացյալ Նահանգները արդեն ասվեց դրա մասին, թե Տրամպի վարչակազմը ինչ դիրքորոշում պետք է ունենա Իրանի հանդեպ։ Մենք պետք է պատրաստ լինենք շատ լուրջ ճնշումների, բայց ես կարծում եմ մեր համար սա կյանքի գոյատևման խնդիր է եւ ոչ մի հանգամանքում չպետք է մենք թողենք, որ մեր հարաբերությունները վատ հրանան։ Երևի այսքանը այս պահին ես բաց եմ քննարկման համար, բայց ես ուզում եմ ուղղակի նաև մի քիչ նես թեմատան, որ կարողանանք քննարկել, եթե կան տեսակետներ։ Եղավ, շատ շնորհակալություն, բայց ես հակառակ կոչը կանեմ պարոն Դադարյան, որովհետև ձեր ելույթի քննարկումը դա առանձին քննարկում է պահանջում, շատ դա լուրջ թեմա է եւ ոչ միանշանակ եւ կարծիքները շատ կլինեն, արժի մի հատ առանձին քննարկում կազմակերպել, նաեւ դուք նույնպես մասնակցեք, շատ ուրախ կլինենք, որովհետև ես կարծում եմ ամեն ինչ ավելի բարդ է եւ ավելի ոչ միանշանակ։ Հիմա ես խոսքը տալիս եմ պարոն Ռոբերտ Բեգլարյանին, պարոն Ռոբերտ Բեգլարյանը եղել է Իրանի մեջլիսի պատգամավոր 2004 թվականից 16 թվականը եւ 20-ից 24 թվականը, մոտ 16 տարի, եւ ամենակարևորը ինքը եղել է պատգամավոր հենց ճակատագրական 2020-2024 թվականներին եւ մենք գիտենք թե Իրանը ինչ մեծ նշանակություն ունի, Իրանը մտնում է արդեն հարավային Կովկաս որպես խաղացող եւ քանի որ խոսքը գնում է Սյունիքի մասին, ապա նաեւ Իրանի դիրքորոշման շնորհիվ է, որ այսօր Սյունիքը, ես գուցե ծայրահեղ տեսակետ հայտնեմ, բայց որ Սյունիքը դեռևս Հայաստանն է։ Խնդրեմ պարոն Բեգլարյան։ Բարի երեկո, ողջույն մեծարգո հյուրերի, շնորհակալ եմ այն ձեր բաց այս առիթի համար։ Նաև նախքան զեկույցը սկսել երկրորդեմ հարգելի պարոն Դադարյանի արտահայտությունը իմաստնավորի Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հետագա հեռանկարի մասին եւ այն ինչ որ անհրաժեշտությունը։ Սակայն ես նախկինում ինչ որ կարճ զրույց ունենալով սիրելի Ստեփանի հետ, այսպես որոշվեց, թե ես նաև անդրադառնամ կամ հիմնականում նախքան մի քիչ թեման ընդլայնելու անդրադառնամ ներկա պահի Իրանի տնտեսական իրավիճակին, թե ինչ խնդիրների դեմ հանդիման է Իրանը կայնած։ Բնականաբար Իրանի ռազմական կարողություններին չեմ կարող անդրադառնալ, նախ չեմ տիրապետում մանրամասը եւ մասնագետ չեմ այդ բնագավառին, բայց տնտեսական ոլորտը եւ այն ինչ որ արկա տեղեկություններում արտահայտվում է Իրանում, կարծում եմ որ հետաքրքիր կլինի։ Քանի որ պետք է ինչ-որ առումով բացասական ցուցանիշներ եւ տնտեսական ցուցիչների մասին արտահայտվել, ուզում եմ այստեղ ոչ թե ելնելով իմ նախկին քաղաքական հանգամանքից, այլ ինչ-որ կենսափորձով կարող եմ ճիշտ գնահատական տալ, այն է որ գուցե դուք շատերը նկատած լինեք, իրոք հակառակ ամեն ինչի որ ասում է Իրանի հասարակությունը չափազանց դինամիկ հասարակություն է ներկա իրավիճակում, այսինքն բոլոր իր քաղաքական այսպես
իշխանության ինչպես ասում են ուժի կորիզից բխած այն տեսակետները, հորդորները, քաղաքական ընթացքը, որ մենք լսում ենք եւ որոշ չափով կա կամ չկա Իրանում, դա ամենայն դեպս հարցի մեկ կողմն է, բայց հարցի մյուս կողմը այն է, որ իրոք ներկա պահին թեկուզ մենք գիտենք, որ մեկ տարիից ավել արդեն մեծ մասամբ սոցցանցները ֆիլտր եղած են, որը միլիոն դոլարներով Իրանի համայնքը VPN-ների փող է տալիս Իրանի ժողովուրդը, որ օգտվում է, եւ հենց այդ սոցցանցերով ահռելի դիալոգ է գնում տարբեր մտքերի միջև իշխանամետ, ոչ իշխանամետ, քննադատող եւ այլը։ Եվ դա իսկապես ինձ թվում է այն, որ հետևում է այս թեմաները, կնկատի, որ Իրանը իրոք դինամիզմ ունի իր մեջ ինչ-որ յուրահատուկ, որը կարծում եմ, որ արժանի է անդրադառնալու։ Իսկ մենք հիմնականում պիտի այսպես մոտենալ, որ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո Իրանի տնտեսական հայեցակարգը կամ ուղին, որ ուներ, ընդհանրապես այն է եղել, որ բոլորս գիտենք նավթ վաճառող երկիր է եղել, եւ այդ սկզբունքի հիման վրա իր բյուջետային կառույցն է կերտվել, իր սոցիալական արտադրության հիմնական հարցերն ու խոսույթներն են ձևակերպել, հատկապես հեղափոխությունից հետո, եւ երկար տարի այդ գործընթացը տեղի ունեցել, բայց այն ինչ որ իմասնավորի սանկցիաների սաստիկանալուց հետո տեղի ունեցավ, իրոք որ ազդել է Իրանի տնտեսական տարբեր ոլորտների ցուցանիշներին եւ ժողովրդի կենսամակարդակին։ Ես թողեք այս թվից սկսեմ, հենց երեք Իրանի ազգային ժողովի ուսումնասիրության կենտրոնը հայտարարությամբ հանդես եկավ, որ այս պահին Իրանում 32 միլիոն այսպես սննդի աղքատությամբ ժողովուրդ կա եւ դա տարբեր է ասենք թերսնունից ասենք ուտելիքի եւ այո այսպես այդ առումով ուրեմն Իրանի տնտեսական աճը միջինը թե Ահմադինեժադի շրջանը թե մինչև որ 2020-ը երկու ժամանակահատվածով, ասենք 2-8 տարի նկատի առնենք, միջին եղել է 1.8%։ Ամենացայտուն տարին եղել է անմիջապես ատոմական համաձայնագրից հետո 2016-ին 14.2% եւ շուրջ 7% 2017-ին։ Նրանից հետո Թրամփի վարչակարգի եւ այդ ուրիշ սանկցիաները, որոնք տեղի ունեցավ, որ Թրամփի ժամանակ 750-ից ավելացավ 1500 օրինակի եւ դա միտքս կազմակերպություններ կամ անհատներ չեն, այլ փաթեթներն են սանկցիաների, որ տարբեր ձևերով կիրառվել են, արդեն վերստին տնտեսական աճը անկում ապրեց, այս պահին շուրջ 434 միլիարդ դոլարի հնա է այսպես նախատեսում 2024-ի համար եւ անցած տարի 401, որը ընդհանուր առմամբ ունեցել է տարիների ընթացքին իր անկումը։ Իրանը գիտեք հազվադեպ երկրներից է, որ իր գնաճը միջինը միշտ եղել է 30-ից 40%, իմասնավորի այս վերջի տարիները, եթե նկատի ունենանք, վերջի 5 տարին արդեն մենք ունեցել ենք անցյալ տարի 30 տարի 30 մինչև 8 ամիսվա ընթացքին 34.2% գնաճ, անցյալ տարի 52%, նախ անցյալ տարի 45.8% եւ նրանից նախկին տարի 40%։ Հետեւաբար տեսնում ենք Իրանը 50 տարի է, որ ընդհանրապես այդ իրավիճակով տառապում է։ Արտարժույթի արժեքը 2011-ից մինչև այս տարի 60 անգամ ավելացել է Իրանում։ Եվ այդ ունեցել է իր ահռելի հետքը։ Այսպես ինչ որ կոչվում է GFCF, Gross Fixed Capital Formation, Իրանում արդեն առավել քան 12 տարիով որ տարեկան 30% անկում է եւ այսինքն մաշվածությունից է մեկ խոսքով Իրանը հայթայթում իր մնացյալ զարգացումները։ Աշխատուժի առումով տնտեսական ակտիվության մակարդակը Իրանում 41% է, մինչդեռ Կաթարում 86% է, Ադրբեջանում 63% է, Սաուդական Արաբիայում 48 է, Էմիրեյթսում 70 է, Թուրքիայում 50,
Չինաստանում 67 եւ Վիետնամում 76։ Դա նշանակում է, որ համաշխարհային միջինը 60-ից 65 է, որ Իրանը այդ առումով լավ իրավիճակում չի։ Աշխատազուրկությունը այս պահին 7.7% է նկատի առնվում, բայց որոշ տվյալներով հատկապես կրթվածների խավում դա գրանցվում է մինչև 40%։ Աշխատազրկությունը հետաքրքիր երևույթ կա դժբախտաբար, որը Իրանում վերջին տարիներին արտագաղթ իր մասնավորի էլիտների կողմից եւ մասնակիցների կողմից ահռելի թափ է ստացել եւ տարբեր մասնավորի ասենք բժիշկների եւ տարբեր ոլորտի գիտնականների ու մարդուժի առումով։ Ես աղքատության մասին խոսեցի, մեկ ակնարկել ունենանք Իրանի էներգետիկ իրավիճակը, որովհետև ինքն ինքնին կարևոր է։ Տվյալները ասում են, որ Իրանում տարեկան 127 միլիարդ դոլար այսպես սուբսիդ է տրվում էներգետիկայի համար։ Եվ ներկա մենք արդեն գիտենք, արդեն այս պահին 10 օրը որ Իրանում լուրջ էլեկտրականության բաց է նկատում եւ դժվարության դեմ հանդիման է կանել Իրանը։ Գազի առումով օրական 700 միլիոն խորանարդ մետր գազ արդեն արտահանվում է, մինչև որ 1000 էլ հասնում է ձմեռվա օրերին, որտեղ սպառումը ահռելի բարձր է։ Բայց նաև այս գիտենք, որ Իրանի այս պահին էներգետիկ զամբյուղը, որ ժողովուրդը օգտագործվում են, շուրջ 90% գազից է, այդ 90%-ի 75-ից 80% ստանում են Իրանի, ինչպես որ կոչվում է հարավային Փարս կամ այն պաշարները, որ Կատարի հետ միասնական է, որ մեծ մասը Կատարի բաժին է ընկած եւ Կատարի կողմից կոչվում է հյուսիսային գմբեթ, որ արդեն այդ առումով Իրանը մեծ բացթողումներ ունի, թեպետ արդեն Իրանը Կատարից ավելի շատ է արտահանում, բայց ամենայն դեպս դժվարության դեմ հանդիման է, քանի որ կարիք ունի այսպես պաշարների վերականգնման, այսպես վերստին փոմփաժ լինի, որը կարողանան գազից ավելի հզոր մակարդակի օգտվեն։ Այդ էներգետիկ բացթողումները լուրջ են, նաև բենզինի վերաբերյալ արդեն իրանական նոր տարվա ամիսներին, որը մարտի 21-ից մինչև մեր մարտի, ասենք, վերջերն է լինում, իրանական բենզինի սպառումը մինչև օրական 120 միլիոն լիտր հասավ, որը Իրանը լուրջ դժվարության դեմ հանդիման է կանել։ Անցյալ տարի Իրանը շուրջ 4 միլիարդ դոլարի ավելի քան 60 միլիոն լիտր բենզին եւ դիզել է ներկրել երկիր, որովհետեւ այդ բացը լրացնելու համար։ Հետևաբար մեծ մասամբ գազային պաշարները զարգացնելու համար Իրանը նայած այդ որ ուզում մինչև 1400 պարսկական թվականին մինչև 10 տարի, այսպես ասենք, համապատասխան գազի ճնշումը ունենա եւ կարողանա օգտվել 30-ից 60 միլիարդ դոլար ներդրումի կարոտ է Իրանը, որը կարողանա այս մեկ խոսքով դեմ հանդիման կանել եւ հաղթահարել այդ դժվարությունները։ Իսկ նաև նախքան անդրադառնալ ինչ-որ հակիրճ ուղիների թեմային, որը գիտեմ բոլորիս համար կարևոր է, որոշ վերլուծաբանների ընկալումով Իրանը ընդհանուր առմամբ գտնվում է ռազմավարական միայնակության կացության մեջ, որը դա արդեն բացատրվում է նրանով, որ Իրանը մեկ երկիր է, որ երբեք չի կարողացել եւ չի կարող որևիցե տարբեր ուժի հետ ունենա ռազմավարական կոալիցիա։ Դա բացառված են որոշ մասնակիցներ, ես այդ առումով ավելի շուտ ուսանող եմ, քան թե մասնակից, բայց մեկ խոսքով դա չի առնչվում գեոպոլիտիկ հարցերին կամ տնտեսական։ Այսինքն Իրանի աշխարհագրությունը մեկ ձև չէ, որ գեոպոլիտիկ առումով կարողանա ասենք մեկուսացված համարվի, բնականաբար դա չէ։ Խնդիրը այն, որ ռազմավարական դաշինքներ եւ նման հնարավորություններ արդյոք Իրանը կարողանում է ունենալ, թե չէ, որոնք ըստ երևույթին այդպես էլ համապատասխան հնարավորությունները չի ընծայնվում։ Իսկ տնտեսագետները, հատկապես Իրանի ցայտուն դեմքերը, որ կան վերջերս էլ հանդես են գալիս, հիմնականում այսպես են ձևակերպում որոշ անձնավորություններ, որ Իրանը 3 լուրջ կարևոր հարց ունի, իր բոլոր այս իմբալանսը, որ ունի տարբեր առումով, կենսոլորտի, էներգետիկ, բանկային, այսպես թոշակային ֆոնդերի,
հողի իրավիճակը ունի, որտեղ բավականին հողի այսպես սողանք ունի, գետնի սողանք ունի եւ նման հարցերով տարապում է։ Ամենից գիտենք Օրոմիա լճի իրավիճակը, սրանք բոլոր այդ իմբալանսներն են, անհավասարակշռություն, որ Իրանը լրջակոն ըստ այն հանդիման կանգնել։ Ես մեկ թիվ ձեր ասեմ, Իրանի դրամի փողի թողարկումը կամ ինչ-որ տնտեսակետներն ասում են N2-ը իրանական բանկերը օրական 7000-ից 8000 միլիարդ թուման, որ ես հաշվարկեցի, կարծում եմ 12 միլիոն դոլար է ելնում։ Այդքան պետք է սրսկեն տնտեսության մեջ, որ տնտեսությունը կարողանա քայլի։ Եվ հենց այդ գնաճը, որ ես մատնանշեցի տարին 40% միջինը, դա բոլոր դրանց հետևանքներն են եւ նաեւ այն բաժինը, որ ընդհանրապես ունեն տնտեսական անգործունակություն եւ վարչարարական լրջակույն դժվարությունները, որ Իրանը ունեցել է, անշուշտ նրա կողքին կա իմաստնավոր տնտեսության այդ ռենտայի կառույցը, որ լուրջ խնդիր է եւ զուգահեռ կոռուպցիոն գործոնը, որ անհերքել է։ Հետևաբար այդ երանգյունին, որ Իրանի տնտեսությունը մեջ է գտնվում է լուրջ դժվարություն, մեկը արտաքին քաղաքականությունն է, երկրորդն իմբալանսն է, որ ես մատնանշեցի ձեզի, թե տնտեսական դրամային, բանկային ֆոնդերը, կենսոլորտի եւ այլ, եւ չորրորդը երրորդ այն ճեղքվածությունն որ կա համակարգի իշխանության եւ ժողովրդի միջեւ, որ որոնք են ամենակարևորագույն եւ որոնք են լուրջ սպառնալիք եւ որոնք են երկրի այսպես շարունակականությունը սպառնում, բոլորը էլ գրեթե այն եզրահանգման են հասնում, որ թեպետ տնտեսական վերափոխումները լրջակույն կարևորություն ունի, բայց առանց արտաքին քաղաքականության թեմային լուրջ անդրադառնալ եւ ճեղքվածությունը վերացնել իշխանության եւ ժողովրդի միջեւ, դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Իսկ այս ուղղությամբ պետք է մատնանշել այն ինչ-որ ուղիների մասին է երկար խոսվում, ով ամենից գիտենք տարբեր միջանցքները եւ այլը, մենք գիտենք, որ Իրանը բավականին իրենք էլ ընկալում է, որ տարբեր ժամանակահատվածների ընթացքում այս տասնամյակին եւ 12 տասնամյակի ընթացքում փորձվել է տարբեր ձևով Իրանին շրջանցել, որը իսկ ներկա իրավիճակը այն ինչ-որ միջին միջանցքի մասին է խոսում, որ մենք գիտենք, որ այդ ծրագիրը թե իրականացվում է կամ ինչ ընթացքում դա նկատի ունի Իրանին եւ Հայաստանին շրջանցել, բայց ենթադրենք այն ինչ-որ I1-ն էր կոչվում, որ պայմանագիր եղավ 2 տարի առաջ, համաձայնագիր եղավ կարծեմ Հնդկաստանը, վերջին Հնդկաստանը, Կատարը, Իրաքը, Էմիրեյթսը եւ Թուրքիան դերակատարային, հիմա իբր այսպես տեսակետ կա, որ հոկտեմբեր 7-ի եւ Համասի հարձակումը դա պատճառ դարձավ այդ I1-ի ուղին խանգարվի, բայց այս պահին չմոռանանք, որ այն ինչ որ զարգացման ուղի է կոչվում Իրաքի կողմից, որը FAO նավահանգստում է, արդեն քանի օր առաջ եւ 17 միլիարդ դոլարի պրոյեկտ է, արդեն քանի օր առաջ այսպես լուր տարածվեց, թե այդ 82 կիլոմետր ափը, որ Իրաքն ունի Պարսից ծոցում, նրանում կառուցված այդ պրոյեկտում արդեն 16 կիլոմետրանոց ծովապատներ կառուցվել է։ Այսինքն նշանակում է ինչ ահռելի ծրագիր կա, որ եթե I1-ը չի հաջողվում այդ ձևով դեպի Իրաքի միջոցով եւ 1200 կիլոմետր երկաթողի եւ ճանապարհի ուղին, որ պետք է գնա դեպի Թուրքիա եւ հետագային Եվրոպա։ Այն I1-ն էլ գիտեք, որ ամենադեպս պետք է գնար Իսրայելի Հայֆա նավահանգիստ եւ այլ։ Հետեւաբար այս պահինը, որ հյուսիս հարավը Իրանի համար շատ կարևոր դեր պիտի ունենա եւ ունի, բայց գործընթացները դանդաղ են ընթանում, բոլորս էլ դա գիտենք։ Մեծի մասամբ գուցե բացի քաղաքական կամքը, որ եթե կա հանդիպում է դեմ հանդիման վարչարարական կամ ուրիշ դժվարությունների, դա ֆինանսականն է։ Եվ այս ուղղությամբ ես մատնանշելով այս որոշ թվերը Հայաստանում եւ Հայաստանի իշխանության մոտ գուցե ժողովրդի մոտ բնականաբար ելնելով այս տարիների անցուդարձերից մի
միայն Իրանին դիտվում է իբրև որ պետք է սպասվում է որ օժանդակի Իրանը շեշտում է իր կարմիր գծերը ռազմավարական առումով դա իրական է ես համոզված եմ որ Իրանը համոզված է այդ սկզբունքային մոտեցմանը բայց պետք է նկատի առնել Իրանի հնարավորությունները եւ ակնկալությունները փորձել համապատասխանել բացի այն իրականությունը այլ թեպետ Հայաստանը փոքր երկիր է, բայց ներկա իրավիճակում հատկապես Թրամփի գործի գլուխ գալուց հետո բոլորս գիտենք ինչ դեմոնգինալ հարցեր կարելի կանեն, բայց իսկ թվում է Հայաստանը չի կարող միայն մտածել որ մի կողմից պետք է օժանդակություն ստանա կամ հարաբերությունները ոչ միակ տնտեսական են Թեկուզ փոքր երկիր, բայց եթե Հայաստանը համապատասխան ճկունություն ունի, Հայաստանի իշխանությունները ավելի համապարփակ հարցերին դիտել եւ հատկապես օգտվել Հայաստանի տարբեր ուժերից ինձ թվում է այս բավականին հարցը ռազմավարական թեմաների խնդիրը միայն ներիշխանական կամ արտաիշխանական պայքարի հարցի ավելի լուրջ քայլեր կարելի է վերցնել եւ վստահում եմ Իրանի կողմից էլ կընթարացվի, բայց խոսքս վերջացնեմ այսպես այն ընկալումը որ իրոք Իրանի իշխանությունը կամ Իրանի ժողովուրդը երկու տարբեր ոլորտներում ունեն Հայաստանից եւ Հայաստանի կառավարությունից եւ հակառակը դա ինձ թվում է դա կարող է անընդհատ վերաբերական եւ ճիշտ կմետական տալ։ Շնորհակալ եմ։